Դժողքի կրակներ են բաժին հասել Կալիֆորնիային, հայաշատ Լոս Անջելեսում ապոկալիպտիկ իրավիճակ է, բնակավայրերն այրվում են չխնայելով որևէ հաստատություն, թանկարժեք վիլաներից մինչև տարեցների խնամքի կենտրոններ ու դպրոցներ, կրակը մարել չի հաջողվում։ Անկանոն է տարածվում հրդեհը Լոս Անջելեսում, այն հասել է Հոլիվուդ, չշրջանցելով աստղերին ու կրակի Հոլիվուդ հասնելուն պես էլ սկսեցին շրջանառվել խոսակցությունները, թե սա սովորական բնակլիմայական աղետ չէ, ինչ-որ մեկն ուղղակի դիտմամբ հայրում է հրեշտակների քաղաքը։ Ով է այրողը, ինչ նպատակով, հիմնավոր ոչինչ չկա, միայն կասկածի սլանգներն են ուղղում քաղաքական գործիչներին, այս պարագայում Բայդենին։ Բնակիչների կասկածները սակայն հիմնավորված չեն, նման են օդում շրջանառվող դատարկ խոսակցությունների, որոնք քննարկվում են միայն սոցցանցերում, իսկ ինչ է կատարվում Facebook-ի ու Instagram-ի պատերից դուրս։ Անդրադառնանք դրանց հերթով։ State Farm ընկերությունը Կալիֆորնիայի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը անցած ամռանը չեղյալ է համարել 100-ավոր տնային ապահովագրական պայմանագրեր Pacific Palisades շրջանում, հենց այն վայրում, որը հիմա կրում է կործանարար հրդեհների հետևանքները։ Այնտեղ ամեն բան մոխրանում է։ Ընկերությունը այս քայլը որակել է ֆինանսական ձախողումը կանխելու փորձ, քանի որ Կալիֆորնիայում հրդեհների հաճախականությունը եւ ուժգնությունը մեծանում են, հատկապես բարձր ռիսկային գոտիներում, եւ այս ամենի տակ մնում է այն, ինչը զգում են հիմա տեղաբնակները։ Նրանցից շատերն ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն ապավինել իրենց ապահովագրություններին հրդեհից կրած վնասները վերականգնելու համար։ Իսկ հետո ջրի երես դուրս եկան այլ փաստեր։ Ապահովագրությունից միայն State Farm ընկերությունը չէ, որ հրաժարվել է, ցանկն ավելի ընդգրկուն է։ Թրամփի որդին Լոս Անջելեսի հրդեհները կապել է Ուկրաինայի հետ։ Դոնալդ Թրամփ կրտսերը X-ում վերահրապարակել է գրառում, որում ասում է, որ Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը նախկինում տեխնիկա է ուղարկել Ուկրաինա։ Եվ ամենակննարկվող լուրը։ Չորեքշաբթի երեկոյան Թրամփը մի հայտարարություն արեց, որը հրդեհի պես բորբոքեց տեղացիներին։ Միացյալ Նահանգների նախագահը մեղադրել է Կալիֆորնիայի նահանգապետին Լոս Անջելեսի տարածքում բռնկվող զանգվածային հրդեհների համար, պնդելով, որ նա պետք է վավերացներ նահանգի տարածքով ավելի շատ ջուր մղելու մասին հռչակագիրը։ Թրամփը վստահեցրել է, որ դա հնարավորություն կտար կանխելու այս աղետը։ Չոր ու քամոտ պայմաններում հարավային Կալիֆորնիայում զոհերից բացի կան շատ վիրավորներ։ 100,000-ավոր մարդիկ տարհանվել են, քանի որ Լոս Անջելեսի խաղաղօվկիանոսյան Փալիսադես թաղամասում անվերահսկելի հրդեհի պատճառով այրվել է մոտ 6400 հեկտար տարածք։ Ու հիմա, երբ Կալիֆորնիան միլիարդավոր դոլարների կորուստ ունի, մարդիկ բառի ամենաբուն իմաստով դրսում են հայտնվել, մերկ ու բոբիկ ու անտուն, Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ $500 միլիոն արժեքով զենք, որը կուղղեն երկրի առկա պահուստներից։ Սա մեղմ ասած դժգոհություն ու զայրույթ է առաջացրել քաղաքացիների մոտ։ Այս ու նմանատիպ այլ փաստեր փոթորկում են մարդկանց հոգիները ու շատերը սոցիալական ցանցերում շտապում են անխնամ վարկաբեկել Բայդենի վարչակազմն ու խոսել մեղավոր պաշտոնյաների մասին։ Անե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։